Նշում եք, որ մոտ 300,000 մարդ բանկային համակարգի սև ցուցակում է։ Սա Հայաստանի համար սոցիալ-տնտեսական ինչ պատկեր է։ Ինչի մասին է վկայում ավելի շուտ։ Սա վկայում է նրա մասին, որ այդ մարդիկ վաբանկ են գնացել, այսինքն սա լավ ապրելուց չէ, էլի որ այսպես են իրացել, այսինքն կամ ֆինանսական տգիտությունից չէ, որ գնացել են վարկ են վերցրել իրանց ապագան զոհաբերելով, սա այսպես ասած օրվա նեղ հացը լուծելու կամ նեղ խնդիրները լուծելու պարտադրությունից է, որ մարդիկ ուրիշ բան չունեն անելու, ուրիշ տեղից ֆինանսական գումարներ չեն գալիս, ստիպված բանկ են գնում, իսկ փողը, քանի որ բանկային համակարգով շատ է մտել, բանկային համակարգը ասենց առարդորեն ուզում է այդ փողից տալ եւ վարկեր ձևակերպել։ Իսկ տոկոսների մասին ինչ կարող եք ասել։ Տոկոսները բավականին բարձր են, եւ մարդիկ տեսեք, տոկոսների բարձրությունը դա ավելի համակարգային խնդիր է, որտեվ հիմնականում այդ տոկոսների բարձրը կենտրոնական բանկը ոչ թե մեր հասարակության, այսպես ասած, տեսեք, ոչ թե ներդրման տրամաբանություն այստեղ գնում, փորձում են այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը գրավիչ լինի արտաքին ներդրողների համար։ Բարձր տոկոսով։ Այո, բարձր տոկոսով։ Այնպես անեն, որ 10% եւ ավել լինի, որ արտաքին ներդրողը գա այստեղ կարողանա ներդնել եւ ամեն տարի 10% եւ ավել եկամուտ ստանալ, որ ավելի բարձր լինի, քան ֆեդերալ ռեզերվի տոկոսադրույքները։ Չէ, դա աշխատում է, դա վերջին քանի տարիների ընթացքում աշխատում է, սակայն սա էլ ունի իր ռիսկերը, որտեղ ինչքան տոկոսները բարձրանում են, այնքան ռիսկայնության աճճանը բարձրանում։ Այստեղ հարցը այն է, կարողանում ենք այդ ռիսկը կառավարել թե չէ։ Կենտրոնական բանկը մինչ այս պահը կարողացել է այդ ռիսկը կառավարել, բայց սա նաև բերում է նրան, որ ներքին սպառողը, այսպես ասած, բախվում է բարձր տոկոսադրույքներին, որը կարող են բավականին խալխլել իր ապագան։